մեր ժողովրդի առողջության մասին։ Այդ ընդհանրապես միստիկ պատմությունը, թե ոնց էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուսուսի տված կանգնել եւ մեր իշխանության դեմ փրկում էին հայրենիքը։ Եվ այդ է պատճառը նաեւ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական ուժը բարից բունի մաստու 0 չէ, -25-ը։ Դա ժողովրդի վերաբերմունքն է, այդ անողնաշարությանը, այդ անսկզբունքայնությանը, այդ եղկելիությանը, այդ բացարձակ բոլոր բարոյական, քաղաքական, տրամաբանական, մենք այդքան խոսում ենք, Վանո Սիրադեղյանը մի հատ շատ լավ արտահայտություններ արի, ուրիշ առիթով, մի մարդու առիթով, ուրիշ մարդկանց առիթով, ով կմտածեր, որ այդ ասացի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Վանո Սիրադեղյան սենց մի հատ արտահայտություններ արել, շատ կարդացած, քիչ հասկացած։ Ես հիմա որ հիշում եմ Վանո Սիրադեղյանի այդ հիմա հետահայաց կասկած ունեմ, որ ինքը դա գրելիս նկատի ա ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի, որովհետև ինքը թերևս ամենաշատներ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես ուղիղ ասում եմ, չգիտեմ դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկ կլինի, ինչ կլինի, բայց շատ կարդացած, քիչ հասկացած։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է։ Շատ լավ է, որ այս մեր կլիենտը սկսել է արդեն նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ։ Բայց ես դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյան քո գիտելիքների բացակայության պատճառով, այն որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների մասին, միջազգային քաղաքականության մասին, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի, հենց այդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները եւ հայտնվել ենք այսքան ջարդված եւ նվաստացած վիճակում, բայց սա մի կողմ։ Սա ասում է մի մարդ Վանո Սիրադեղյանի մասին, որը բառիս բուն իմաստով, լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին, որովհետեւ երբ որ ընդամենը պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան եւ ազատեր այն բոլոր անարդար մեղադրանքներից, հետապնդումներից, որ պետականորեն իրականացվել էին նրա դեմ, նա փոխանցեց Վանո Սիրադեղյանին մեկ մեսիջ, ասեց արի մեկը պետք է նստես, հետո կարող է ամնիստիա անեմ։ Այդ դա սպանեց Վանո Սիրադեղյանին։ Եվ ես հիմա մտածում եմ, միգուցե Վանո Սիրադեղյանը իրականում հենց քեզ նկատի ուներ Նիկոլ Փաշինյան եւ քո ամբողջ այդ շայկան, երբ որ գրեց Գյադաների ժամանակը գիրքը։